Երեքշաբթի ԱՄՆ Կոլումբիայի շրջանի դաշնային դատավորը Վաշինգտոնի վարչակազմին հրամայել է պահպանել սիգնալ հաղորդագրությունների հավելվածի բոլոր հաղորդակցությունները կապված Եմենում ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ տվյալների արտահոսքի հետ։ Այս մասին ասվում է դատարանի էլեկտրոնային բազայում հրապարակված որոշման մեջ։ Փաստաթղթի համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որն այս գործով մեղադրյալ է, պետք է անհապաղ գործադրի բոլոր ջանքերը մարտի 11-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում սիգնալի բոլոր հաղորդագրությունները պահպանելու համար։ ԱՄՆ կառավարության դեմ հայցը ներկայացվել է մարտի 25-ին American Oversight ոչ կառավարական կազմակերպության կողմից, որն ասում է, որ պատասխանատվություն է պահանջում երկրի կառավարությունից։ Կազմակերպությունը մասնավորապես պնդում է, որ պահպանվեն ԱՄՆ կառավարության աշխատանքին վերաբերող բոլոր փաստաթղթերն ու գրառումները։ Նրա հայցը պնդում է, որ սիգնալի վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների զգայուն քննարկումները խախտում են ԱՄՆ կառավարության փաստաթղթերի օրենքները, քանի որ հավելվածի հաղորդագրությունները կարող են ջնջվել։ Ամերիկյան վերահսկողությունը կոչ է անում այս պրակտիկան ճանաչել անօրինական։ Ավելի վաղ Վաշինգտոնում սկանդալ էր ծագել, երբ պարզվել էր, որ Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին սխալմամբ ավելացրել էին Signal Messenger-ի խմբին, որտեղ քննարկվում էր Եմենում Անսար Ալլա ապստամբ շարժման հութիներին հարվածներ հասցնելու հարցը։ Ավելի ուշ նա հոդված էր գրել կատարվածի մասին։ Վաշինգտոնի վարչակազմի քաղաքական հակառակորդները մասնավորապես մեղադրել են Թրամփ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին գաղտնի տեղեկատվության սխալ կիրառման մեջ, քանի որ նա պատասխանատու է խմբի ստեղծման համար։